Ընկերներ ամփոփելով եւս մեկ անգամ շեշտում եմ այսպիսով. Ազգային ժողովի աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նազերի Բաղդասարյանը, ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լուսինե Բադալյանը, ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սարգիս Խանդանյանը, ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սիսակ Գաբրելյանը, ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լիլիթ Գալստյանը, ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վիլեն Գաբրելյանը, ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արուսյակ Ջուլհակյանը, ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Տրթած Սարգսյանը եւ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Բաբկեն Թունյանը։ Հարգելի գործընկերներ, բոլորիս անունից շնորհավորում եմ մշտական հանձնաժողովների նորընտիր նախագահներին եւ ցանկանում եմ արդյունավետ եւ բեղմնավոր աշխատանք։ Շնորհավոր։ Այժմ, ինչ վերաբերում է այն մշտական հանձնաժողովներին, որոնց նախագահները չեն ընտրվել, ըստ այդմ համաձայն կարգի, ես այժմ ձայնը տալիս եմ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, որպեսզի պարոն Կարապետյանը հայտնի տվյալ հանձնաժողովներում իրենց թեկնածուների ներկայացման մասին, խոսքը ֆինանսավարական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն է, տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի հանձնաժողովը եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։ Պարոն Կարապետյան, դուք կարող եք կամ առաջադրել առանձին կամ կարող եք միանգամից հիմա մեկ ելույթով երեքին էլ առաջադրում անել, հետո մենք ըստ կարգի քննարկումը կիրականացնենք։ Շատ լավ, առանձին կանենք, կարծում եմ քվեարկությունն էլ այդպես կանենք։ Ֆինանսական եւ բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում ենք Լիաննա Մանուկյանի տեխնացությունը։ Կարելի է։ Հարգելի գործընկերներ, միանգամից խնդրում եմ տեղեկացնեք, թե ով կներկայացնի Լիաննա Մանուկյանի կենսագրականը։ Հայկ Պարմանյանը կներկայացնի Լիաննա Մանուկյանի կենսագրականը, նաեւ կուզենամ գործընկերներին հայտնել, որ քանի որ նախորդ հանձնաժողովի մեր առաջարկած նախագահները չեն ընտրվել, կարծում եմ, որ խնդիրը նրանում է նաեւ, որ մենք լավ չենք կարողացել, ժամանակ չի եղել խորը եւ համապարփակ ներկայացնել մեր հանրությանը, թե ովքեր են, այդ իսկ պատճառով մենք գնում ենք այն ճանապարհով, տեղեկացնում եմ ընդդիմադիր մեր գործընկերներին, տեղեկացնում եմ